Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Որպես Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի տնօրեն էի հրավիրված Իրանի կառավարության կողմից մասնակցելու Իրանի հոգևոր առաջնորդի հրաժեշտի եւ ուղարկավորության արարողություններին։ Բավական լավ եւ շատ մանրամասն կազմակերպված միջոցառում էր, աշխարհի տարբեր երկրներից կային եւ հրավիրված եւ ժամանած պատվիրակություններ, ցավոք պիտի ասեմ, որ Հայաստանից ոչ կառավարական պատվիրակություն որպես կամ կառավարական ներկայացուցչություն հրավերքով որ գնացել էր, դա ես էի, այնտեղ կային կուսակցական որոշ գործիչներ, բայց նրանք հրավերքով չէ որ իմ տեղեկություններով, բայց դա ոչ թե նրանից էր որ մենակ ինձ էին հրավիրել, այլ մենակ ես էի գնացել, այսինքն Հայաստանում քաղաքացիական հասարակություն կոչված այդ երևույթը, որը շատ կարևոր ազդեցություն ունի այսպես ասած հանրային դիվանագիտության մեջ public diplomacy կամ soft power, ինչպես ընդունված է աշխարհում ասել, այսինքն երբ որ դու կառավարություն չես, բայց կարողանում ես կառավարությանը հատուկ գործառույթներ իրականացնել, ցավոք սրտի Հայաստանում կամ չկան, կամ եթե կան էլ արևմտյան այսպես քարոզչության իրականացնողներ են։ Սա էր տպավորությունների մասին պիտի ասեմ, որ յուրաքանչյուր օր ես մոտ 4 օր ամեն օր այցելում էի Մոսալա, այդ Իրանի երևի թե ամենամեծ մզկիթն է, որտեղ տեղի էր ունենում առաջնորդի վերջին հրաժեշտի արարողությունը, երևի օրական 3-ից 4 միլիոն մարդ էր այնտեղ ներկա լինում։ Պիտի ուրախությամբ ասեմ, ուրախությամբ ինչու եմ ասում, որովհետև Իրանի ժողովրդի կայունությունը համախմբված լինելը շատ կարևոր է մեզ համար, Հայաստանի եւ հայերիս համար, շատ այսպես գաղափարական հանրույթ է ձևավորված, երբ խոսքը վերաբերում է իրանցիներին, պարսիկներին, էթնիկ պարսիկներին, եւ մարդիկ շատ այսպես հայրենիքի գաղափարը, միասնական պետականության գաղափարը իրենց մոտ բավական ամուր է, եւ դա գալիս է Իրանի կառավարման համակարգից։ Ես պետք է շեշտեմ, որ վերջին երևի մի 15 տարին որպես հանրային գործիչ, որպես լրագրող ուսումնասիրում եմ Իրանի կառավարման համակարգը եւ շատ նախանձելի համակարգ է, ես շատ կուզենայի, որ օրինակ Հայաստանում երբևէ լիներ այդպիսի պետական կառավարման համակարգ, որը քանդել ուղղակի անհնար է, որովհետեւ դա ոչ թե անձնակենտրոն է, այսինքն ինչ որ մեկը նստած է, ասենք այաթոլան նստած է, այաթոլան չեղավ, պետությունը կամ կառավարությունը չկա, այդպես չի։ Այնտեղ այաթոլային հաջորդող բազմաթիվ այսպես պոտենցիալ այաթոլաներ կան եւ մեկի չեզոքացումը չի բերում պետական կառավարման չեզոքացման կամ քաոսի։ Նույնը ռազմական, այնտեղ զինվորական հրամանատարության օրինակ չեզոքացումից չէր փոխվում որևէ բան, անմիջապես տեղը կար մարդ, որը նստում էր եւ շարունակում էր այն կետից, ինչով որ կանգ էր առել նախորդի ժամանակ։ Սա շատ կարևոր համակարգ է, որը Հայաստանի նման երկրներին ուղղակի անհրաժեշտ է, որովհետեւ տեսեք, պայմանական համարենք, որ Հայաստանում եւ ոչ միայն Հայաստանում, աշխարհի բազմաթիվ երկրներում այդ խնդիրը կա։ Նաեւ Թուրքիայում էլ չկա համակարգ, Թուրքիան էլ անձնակենտրոն պետություն է, Ռուսաստանը նույնպես, Հայաստանը առավել եւս։ Պատկերացրեք, ասենք Հայաստանում Նիկոլ Փաշինյանը մի օր հիվանդանա, ասենք փորլուծություն ունենա եւ մի 10 օր ի վիճակի չլինի աշխատանքի լինել։ Ես վստահ եմ, որ ամբողջ կառավարման համակարգը փուլ կգա, որովհետեւ ամբողջ կառավարման համակարգը կառուցված է մեկ անձի որոշումների եւ նույնիսկ ես կասեի, ինչ բառով ասենք, կամակորությունների վրա։ Իսկ նույնը կարող եմ ասել նաեւ Թուրքիան, Ռուսաստան, այդ թվում նաեւ խոշոր երկրները։ Իրանի նման պետությունը, որի մասին մենք պատկերացնում էինք, որ պետք է շատ արագ փլուզվի, եթե այաթոլան չլինի, այդպես չեղավ։ Բայց ես Իրանում այդ երկար ժամանակ հանրային քաղաքական տարբեր շերտերի հետ շփվելով մի շատ մտահոգիչ երևույթ էլ բացահայտեցի։ Դա այն է, որ թուրքական ազդեցությունը, Թուրքիայի եւ Ադրբեջանի ազդեցությունը այդ երկրի ժողովրդի վրա։ Թուրքիա։ Տեսեք, որպեսի չդնենք իրար հետ համեմատենք, պիտի ասենք, որպես խոսույթի ազդեցություն, այսինքն ադրբեջանախոս, ադրբեջաներեն, ադրբեջանական թուրքերեն
խոսող մարդկանց քանակը շատ մեծ է եւ գնալով մեծանում է։ Իսկ դուք լավ գիտեք, որ լեզուն քարոզչության ազդեցության կարևոր գործոն է, բայց քաղաքական ազդեցության առումով Թուրքիայի ազդեցությունն է շատ մեծ։ Պատկերացրեք, ասենք ես Հայաստանից ոչ կառավարական կազմակերպություններ, ոչ կառավարական ներկայացուցիչ մեկն էի, իսկ Թուրքիայից մոտավորապես 50 հոգի մարդիկ կային, եւ այնպես չէր, որ ասենք Թուրքիայի բնակչությունը շատ է, դրա համար Թուրքիայից շատ էին կանչել, բոլոր երկրներից հավասարության սկզբունքով էին հրավիրել։ Եկել էին, ոմանք եկել էին Իրանի կառավարության հրավերով, ոմանք եկել էին իրենց նախաձեռնությամբ, բայց միասնական էին աշխատում։ Մարդիկ իրար հետ այսպես գիտեին հստակ ինչ պետք է անել, շատ ակտիվ քարոզչություն էր, եւ պիտի ասեմ, որ ինչքան էլ մեզ դուր չգա դա ասել, Իրանի ժողովրդի վրա Թուրքիայի, Ադրբեջանի ազդեցությունը շատ մեծ է։ Անկամ հետաքրքիր մի բան տեղի ունեցավ, ճակերտավոր եմ ասում, հետաքրքիր, ինձ ներառել էին թուրքական խմբում եւ երբ որ ես հարց բարձրացրի, թե չէ որ ես ինչ կապ ունեմ թուրքերի հետ, դե ասացին, որ դուք Հայաստանից միակն եք, մենք էլ տարածաշրջանային խմբում ենք ներգրավել, լավ ասացի, որոշ այսպես քայլեր ձեռնարկեցի, որպեսզի իրանցիներ, նաեւ տաջիկներ ներգրավեն այդ խմբում, որպեսզի ես մենակ ասենք միայն հայերի եւ թուրքերի հետ հա, որպեսզի այդպես չլիներ, այո, տաջիկներ ներգրավեցին, իրանցիներ ներգրավեցին, եւ պիտի ասեմ, որ ցավոք սրտի փորձագետներ, չէ, քաղաքական գործիչ, բայց ոչ պաշտոնյա։ Սա կարևոր էր։ Այսինքն ես պաշտոնյաների հետ խմբում չեմ եղել։ Քաղաքական գործիչ, հանրային գործիչներ, գիտնականներ, մշակույթի գործիչներ եւ պիտի նաեւ ցավոք սրտի ասեմ, որ քանի որ այնպիսի մարդկանց էին ներգրավել իրանական կողմից, որոնք ճիշտ է շատ հասկանում էին թուրքերեն, ազդեցությունը, թուրքերի ազդեցությունը այդ պարսիկների վրա եւս շատ մեծ էր։ Եվ դա ես պիտի ասեմ, ոչ թե գալիս էր ինչ որ այդ պահին ազդեց, այլ նրանց մոտ մշակութային ազդեցություն կար, բավական խորը ազդեցություն կա մշակութային, որովհետեւ մարդիկ գոնե վերջին 100 տարին ապրել են թուրքական, այսպես թուրքալեզու միջավայրում, իսկ դա գիտեք, գալիս է դեռևս 17-րդ դարից։ Որոշակի ակնածանք էլ կար, այդպես կարելի է ասել։ Ես կասեի ոչ այնքան ակնածանք, որքան մշակութային ինքնության նույնականացում։ Այսինքն խոսում ես մարդկանց հետ, երևի այսպես ասեմ, 10-ից 9-ի հետ որ խոսում էի խմբում եւ կրկնում եմ անգրագետ պատահական մարդիկ չէին, էլի, ասում եմ դուք էթնիկ ինչ խմբի եք պատկանում, ես պատասխանում եմ ben Türk'üm, այսինքն ես թուրք եմ, ասում եմ, բայց չէ որ դու օրինակ հյուսիսային Իրանից ես, օրինակ Սալմաստից ես, Սալմաստում պատմականորեն պարսկական էթնիկ ազարի խումբն է, ասում հա, ազարիները թուրք են, փորձում եմ բացատրել այդ մարդկանց եւ պարզվում է, որ իրենք դպրոցում հյուսիսային Իրանում ակտիվ դասավանդվում են, այսպես այնտեղ քարոզվում է, որ թուրքախոս, այսինքն Իրանի հյուսիսում ապրող, այդ մեր պատկերացրած Թավրիզ, Ուրմիա, Սալմաստ, Խոյ գավառներում դեպի Արդաբիլ եւ այլն համատարած քարոզվում է գումարած եւ դպրոցներում պատկերացրեք, ինչու դպրոցներում, որովհետեւ ուսուցիչները իրենք եւս այդ ազդեցության կրողներ են եւ նաեւ այնտեղ կան մի քանի ադրբեջանական, թուրքական, արբանյակային հեռուստատեսություններ, որոնք եւս առավոտից գիշեր այդ քարոզչությունն են տանում։ Սա ինձ մտահոգում է երկարաժամկետ առումով, որտեղ վաղ թե ուշ դուք հիշում եք 2020 թվականի պատերազմի ժամանակ, երբ որ ադրբեջանական ահաբեկչական խմբերը հասել էին, այսինքն հասնել որն է Նիկոլ Փաշինյանը տվել էր այդ դիրքերը դեպի Կովսական եւ այլն, իսկ դա անմիջապես Իրանի այսպես սահմանագից Արաքս գետից այն կողմ հավաքվել էին բազմաթիվ հարյուրավոր մարդիկ եւ ծափահարում էին, այսպես ուղիղ եթերում կամ այսպես ականատեսով նայում էին հայ-ադրբեջանական այդ պատերազմին, ճակատամարտերին եւ ծափահարում էին ադրբեջանցիների հաջողությունները։ Սա խոսում է նրա մասին, որ մարդիկ քարոզչության ազդեցության տակ են։ Ես օրինակ փորձեցի կազմակերպել մի քննարկում, պատմական քննարկում մարդկանց ապացուցելու եւ դրան մասնակցեցին ոչ միայն թուրքեր, ադրբեջանցիներ, պարսիկներ,
տաջիկներ, այլև այլ երկրներից, Մալազիայից, Հնդկաստանից եւ այլն, տարբեր արաբական երկրներից ներկայացուցիչներ, ներկայացնելու Մերձավոր Արևելքի, հատկապես Հայաստանին առնչվող վերջին 100 տարվա աշխարհաքաղաքական պատմական զարգացումները։ Ցավոք սրտի պիտի ասեմ, որ տոտալ անգրագիտություն է։ Ինչքան էլ որ մենք Հայաստանում ենք խոսում, որ Հայաստանում կա անգրագիտություն, մարդիկ ոչ պատմությունից են տեղյակ են, որ ասում են ոչ խելք ունեն, ոչ մեղք, նույնը այնտեղ էր։ Լավ, ես թուրքերի մասին չեմ խոսի, որովհետև դա նրանց դեպքում բնական է եւ նրանք իրենց քարոզչության տեսանկյունից պետք էլ չի որ իմանան ճշմարտությունը, իրենց տեսանկյունից։ Բա պարսիկները եւ միակ մարդիկ, որքան էլ ձեզ համար զարմանալի լինի, տաջիկներն էին, որոնք լավ գիտեին պատմություն եւ հստակ դիրքորոշում ունեին թուրքերի ու ադրբեջանցիների նկատմամբ, բացասական առումով։ Տաջիկները։ Մյուսները, ասենք Հնդկաստանից, Մալազիայից, արաբական երկրներից, Շրի Լանկայից, տոտալ անգրագիտություն, ոչինչ չգիտեն ոչ աշխարհաքաղաքական իրավիճակներից, ոչ ընդհանրապես օրինակ աշխարհի վերաբաժանումները, առաջին վերաբաժանում, երկրորդ վերաբաժանում, այսօր ինչ է տեղի ունենում, ի վերջո ինչպես օրինակ տարածաշրջանը աշխարհակարգերը ինչպես են, ինչպես օրինակ պարսիկները անգամ չգիտեն, որ ասենք թուրքերը երբ հայտնվեցին մեր տարածաշրջանում։ Չէ՞ որ սելջուկների հայտնվելուց հետո էր, որ 1064 թվականից հետո Այո, արձագանքում էին թուրքերը բնականաբար իրենց քարոզչության տեսանկյունից, բայց բավական հետաքրքիր այսպես կոնֆլիկտային բանավեճ առաջացավ, եւ քանի որ ես որդեգրել էի կոշտ եւ փաստական այսպես դիրքորոշում, իրենցից մի քանիսը կեսից ուղակի հեռացան, պարսիկները սկսեցին ամենք չգիտեինք այդ մասին եւ այլն, օրինակ 17-րդ դարի Շահ Աբասի արշավանքի մասին բավական մանրամասն ներկայացրի, որ այնտեղ ղզլբաշները թուրքական ցեղեր էին, որոնք գլխացավանք դարձան հենց պարսիկների համար եւ հետագայում այդ ավշար ցեղերը, այդ մյուսները եւ այլն, որ տարածվեցին Իրանի հյուսիսում թուրքական ցեղերը, ուղղակի փորձանք դարձան եւ Իրանի համար եւ պարսիկները ինձ համար ցավալի էր որ չգիտեին այդ մասին, ասենք հանրային գործիչ է մարդ, որը ասենք իրանական հեռուստատեսությամբ հանդես է գալիս, Իրանում հայտնի հեղինակավոր հանրային գործիչ է եւ չգիտի Շահ Աբասը, օրինակ 1604 թվականի մեծ սուրգունի մասին։ Անթույլատրելի բան է, էլի։ Եվ ես հասկացա, որ մենակ Հայաստանում չի դեբիլությունը տարածված, ամբողջ աշխարհում է դեբիլությունը տարածված։ Եվ դա կարծում եմ գալիս է դեռևս Ինչ արդյոք կոնկրետ առարեսվեցիք դուք հանրային գործի հետ, որտեղ նաև խոսել եք Նիկոլի մասին։ Դա շատ հետաքրքիր բան էր, դրա մասին ես գրել եմ։ Ուրեմն հենց այդ բանավեճի ժամանակ պարսիկները, եթե չեմ սխալվում, այո, ինձ հարց տվեցին, թե աշխարհաքաղաքական ներկա իրավիճակում, երբ կա թրիփ, կա Արցախյան հիմնախնդիր, կա Իրան ԱՄՆ հակամարտություն եւ այլն, ինձ հարց տվեցին ձեր Փաշինյանը ինչ է կարծում, ինչպիսի դիրքորոշում ունի, մենք տեսնում ենք, որ Հայաստանի կառավարությունը մեզ համար, այսինքն Իրանի համար վտանգավոր գործընթացներ է անում եւ այլն, եւ այստեղ բանալի բառը ձեր Փաշինյանն է։ Բնականաբար ես օտար երկրում էի եւ չէի կարող ասել, չգիտեմ, այն ինչ որ ասենք Հայաստանում եմ ասում, ասացի դե գիտեք, մեր Փաշինյանը ու մեկ էլ թուրքերը չթողեցին, մի Սերդար անունով մեկը կար, պատմաբան, ասաց, չէ, ասաց դա թուրքերեն որ ասեմ, ասացի Bizim Փաշինյան, այսինքն մեր Փաշինյանը, ասաց yok, o sizin Փաշինյան değil, o bizim Փաշինյանն էր։ Ոչ, դա ձեր Փաշինյանը չի, դա մեր Փաշինյանն է, այսինքն թուրքերի Փաշինյանն է։ Այս թուրքերի մեջ այդպես հետաքրքիր հաճելի խլրտոց սկսվեց, ասացի Սա եզակի դեպք է, որ ես ուզեմ-չուզեմ պիտի թուրքերի հետ համաձայնեմ, ասացի դուք ճիշտ եք, պատմության մեջ եզակի դեպքերից է, որ ես պիտի ասեմ դուք ճիշտ եք։ Բայց իրանցիներից մեկը հարց տվեց, բայց ինչու եք այդպես ասում, էլի, ինչի է ձեր Փաշինյանը։ Սրանցից մեկն ասաց, տեսեք, թուրքերը որպես էթնոս այս տարածաշրջանում հայտնվել են 11-րդ դարում, երբ որ Ալթայից, Չինաստանի, Ղազախստանի, Մոնղոլիայի հետ սահմանային կետից, այսպես Սելջուկը վերցրել է իր քոչվորներին հաց վաստակելու համար, այդպես ոչխարները քշելով եկել հասել են մինչև առաջինը մտել են Իրանի տարածք եւ 1064 թվականին Իրանը փաստացի գրավել են, փորձանք դառնալով նաեւ իրանցիների համար։
1071 թվականին սելջուկները Սելջուկի գլխավորությամբ կարողացան նաև Մանասկերտի ճակատամարտում հաղթել հայ-բյուզանդական համատեղ զորքերին եւ տիրանալ այն տարածաշրջանին, որին հիմա իրենք տեր են։ Ասած, սա մեկ, Սելջուկ։ Երկրորդը թուրքական պատմության մեջ, այս 1000 տարվա պատմության մեջ, երկրորդը ասած Աթաթուրքն է, որովհետև Թուրքիան ասած գոյություն չուներ 1918 թվականի հոկտեմբերի 30-ի Մուդրոսի զինադադարից հետո չկար Թուրքիա, անգլիական զորքերը գրավել էին Կոստանդնուպոլիսը, որպես այդպեսին Թուրքիան արդեն կործանված էր։ Եվ Աթաթուրքը ասած կարողացավ փրկել, ասենք, կարծեմ 5 միլիոն քառակուսի մետր Օսմանյան կայսրությունից փրկել 700,000 քառակուսի կիլոմետր թուրքական պետություն եւ որոշակի բարեփոխումներ անել, սահմանադրություն գրել, թուրքական գաղափարախոսական ծրագիր գրել, Այբուբեն եւ այլն։ Եվ ասած երրորդը թուրքերի պատմության 1000 տարվա մեջ ամենամեծ գործիչը Նիկոլ Փաշինյանն է, որովհետև ասած տեսեք, եթե Աթաթուրքը կարողացավ փրկել Թուրքիայի մնացորդները, բայց մեր հերրահար ծրագրի մեջ մտնում է մեծ Թուրքիայի, մեծ Թուրանի գաղափարը, որը Թուրքիայով պետք է ցամաքային ուղիներով գնա հասնի Ռուսաստանի կեսը գրավելով Վրաստան, Ադրբեջան եւ այլն, մինչեւ Ալթայ, մինչեւ իրենց նախահայրենիք Ղազախստան եւ այլն։ Ասած Նիկոլ Փաշինյանը 2023 թվականի իր գործողություններով մեզ համար շատ կարևոր քարտ բլանշ տվեց, օգնեց, որպեսզի մենք կարողանանք կարևոր քայլ անենք, որովհետև ասած մինչ այդ Թուրքիան փաստացի հնարավորություն չուներ ցամաքային կապ ունենալ այդ, բայց ասած 23 թվականին իր բառերով մոտավորապես ասում էր, որ Հայաստանը ոսկոր էր Թուրքիայի թուրքական այդ պանթյուրքիզմի կոկորդում, բայց ասած Նիկոլ Փաշինյանը ջարդեց այդ ոսկորը եւ մենք շնորհակալ ենք եւ նրան համարում ենք թուրքական 1000 տարվա պատմության 3 խոշորագույն գործիչներից մեկը։ Այստեղ պարսիկներից մեկը այսպես որ կողքս նստած էր, ասած ցավակցում եմ ես հայ ժողովրդին։ Հետո իհարկե նմանատիպ բանավեճեր, քննարկումներ եւ այլն էլի եղան, ես մանրամասն ներկայացրի պատմությունը եւ այլն, բայց գիտեք, պատմությունը մի բան է, մենք սիրում ենք խոսել միայն պատմության մասին, անցյալի մասին, իսկ ապագայի մասին մենք կարծես թե այսպես սիրում ենք մեր անցյալի փառքով ողջևորվել, իսկ ապագան ինչ պիտի լինի, այսպես կենացներում էլ է, չէ՞, այդպես։ Ինչը որ ունեցել ենք։ Ժողովրդի դիմադրողականությունը բավական բարձր է, բայց դա կարող է խաբուսիկ լինել, որովհետև գիտեք, այսպես ասեմ, գուցե իրանցի բարեկամները մի քիչ նեղանան ինձնից, բայց ես պիտի ասենք գնացել էինք այնտեղ այսպես յուրատեսակ լացի պատի նման մի բան էր ստեղծված, դա Խամենեի սպանության վայրն էր այդ հատվածը, այսպես բետոնե պատ էին սարքել, որ մարդիկ գալիս էին տան մոտ, այսպես իրենց ցավակցությունը կամ ողբն էին ասում։ Թող ինձ ներեն իմ պարսիկ ընկերները, բարեկամները, ես շատ մեծ հարգանքով եմ վերաբերվում իրանցի ժողովրդին, բայց ես կողքից կանգնած ինձ հետաքրքիր չէր ուղղակի այսպես արձանագրել ու գնալ, ինձ պետք էր իրականությունը տեսնել։ Մարդիկ, ասենք մի 50 մետր հեռվից գալիս էին, ուրախ, զվարթ եւ այլն, այսպես գալիս էին, կանգնում էին, մի 10 մետր հեռու սկսում էին լացել, արհեստական այն փողով լացողների նման, էլի, մոտենալ, այդ պատի մոտ այսպես գլուխը խոնարել, լացել, աշկերը սրբել, նկարվել, անպայման նկարվել եւ գնալ 50 մետր են կողմ նորից ուրախ զվարթ հեռանալ։ Դա ինձ համար մտահոգիչ է, որովհետև այստեղ ես տեսնում եմ ուժեղ պետական կառավարման համակարգ, որին ենթարկվող մարդիկ ուզում էին ցույց տալ, որ իրենք այո համակարգի մի մասն են, հավատարիմ են եւ այլն, բայց ես օրինակ մտահոգված եմ իրանական հասարակության այսպես տեղաշարժերով, ասենք կանանց մեջ չափազանց շատ տարածված է ծխելը, մազերը բաց, դա վատ բան չի մազերը բաց, նորմալ է, բայց իրանական համակարգն եմ ասում, ներկայանալու համար իրենք այսպես չադրաներով եւ այլն, բայց ես Հայաստանում չէի տեսնի այդպիսի աղջիկների, ինչպես այնտեղ էի տեսնում։ Այսինքն ես Հայաստանում չէի տեսնի այսքան 3 մետր առաջ տված շրթունքներով
եւ այլն, եւ ասենք ծխող աղջիկների, որոնք ընդամենը պատերի տակ էին։ Հայաստանում դա, չգիտեմ, լավ, չմեկնաբանեմ, չհամեմատեմ։ Ինձ համար մտահոգիչ է դա ամենայն հարգանքով իրանցի ժողովրդի նկատմամբ, որ քանդվում է հասարակությունը, այդ հասարակությունը, այդ ժողովրդի էթնիկ արժեհամակարգը քանդվում է, ինչպես եւ քանդվեց օրինակ Հայաստանի պարագայում, մեր դեպքում հստակ է, քանդված է հանրային միասնականությունը, քանդված է արժեհամակարգը, ես վախենում եմ, որ իրենց մոտ եւս քանդվում է։ Տրիպի հետ կապված ինչ-որ հայտարարություններ միջեցին այդ ներքննարկումների ժամանակ։ Փեզեշկյանի հետ մենք հանդիպեցինք, այնտեղ մի այսպես խորհրդաժողով տեղի ունեցավ, որտեղ նաեւ այսպես ներկայացուցիչները հանդիպում ունեցան Իրանի կառավարական ներկայացուցիչների, այդ թվում նախագահի հետ, շատ հստակ էր իրանական կողմից, որ իրենք բացառում են, ուղղակի բացառում են թրիփի իրականացումը։ Այսինքն, այն ինչը որ պաշտոնական հայտարարություններում, օй, մեզ հայերը, չգիտեմ, Հայաստանի կառավարությունը երաշխավորել է, որ ամեն ինչ կլինի գոհ ու երջանիկ, այդ պաշտոնական հրապարակումներից անդին, այսինքն երբ որ կամերա չկա միացրած, երբ որ քո մոտից ամեն ինչ վերցրել են եւ դու փակ քննարկման ես, շատ հստակ ասացին, որ մենք թույլ չենք տա, թեկուզ մեկ ամերիկացի ներկայացուցիչ լինի զինվորական թե քաղաքացիական անձ ներկայությունը Իրանի սահմանին, մենք թույլ չենք տա թրիփի գոյությունը, ել չեմ ասում, որ մենք թույլ չենք տա, որպեսզի թուրքերը, ադրբեջանցիները, իսկ իրենք ասում են, որ Ադրբեջանը հրեական պետության մի մասն է կազմում, փակ խոսակցություններում իրենք շատ հստակ են այդ առումով, թույլ չեն տա։ Եվ այստեղ մի հետաքրքիր գաղափար ինձ մոտ առաջացավ, որ այսինքն դա նշանակում է բոլոր դեպքերում է թրիփը մեռելածին գոյություն չունեցող բան։ Ինչու՞։ Պատկերացնենք, եթե Իրանը հասնում է այս հակամարտության մեջ հասնում է հաջողության, օրինակ ամերիկացիները ստիպված են լինում ընդունել Իրանի դիրքորոշումը, Իրանի հաղթանակը։ Պարզ է, որ Իրանն ասում է ամերիկացիներ հաջող, թույլ չեմ տա, ինչպես ասում են։ Հիմա հաջորդը, եթե պայմանական համարենք, Ամերիկան, Իսրայելն են հասնում հաջողության, իսկ հաջողություն նշանակում է քանդվում է իրանական պետության ամբողջ համակարգը, հյուսիսային Իրանը դառնում է այսպես ինչ որ անկլավային մի բան, արտաքին աշխարհին հատկապես Թուրքիային, Ադրբեջանին ենթակա, այսինքն Միացյալ Նահանգների Իսրայելի գլխավոր նպատակը հենց դա է, Իրանի մասնատումը, սա պարզապես ինչ որ Հորմուզի նեղուցի կռիվ չի կամ միջուկային զենքի կռիվ չի, սա քաղաքակրթական կռիվ է, ինչպես Հայաստանի պարագայում, Հայաստանում էլ ընտրությունները քաղաքակրթական կռիվ էին, ոչ թե ուղղակի Նիկոլը մնա թե Քոչարյանը կամ Սամվել Կարապետյանը գա, որտեղ ամեն մեկը իր հերթին արժեքային քաղաքակրթական գործոններ էր տանում կամ բերում։ Եվ եթե պայմանական համարենք, որ ասենք ԱՄՆ-ն հաջողության է հասնում, Իրանը որպես ուժեղ պետականություն դադարում է գոյություն ունենալ։ Այդ դեպքում Ամերիկային պետք է արդյոք մի քանի միլիարդ դոլար դնել Հայաստանի այսքան փոքր, ինքը հենց Իրանի հյուսիսային, այսինքն նույնը Թուրքիայի, նույնը Ադրբեջանին, եթե Իրանը այդտեղ մասնատվում է, իրենց ամենևին էլ հետաքրքիր չի Սյունիքը, բայց դա իր հետ կբերի մի կարևոր բանի իրենց համար, դա կբերի Հայաստանի Հանրապետության մասնատման եւ Հայաստանի Հանրապետության պետականության կորստի, որովհետեւ եթե Իրանը Հայաստանից հարավ, Իրանը դադարեց լինել տարածաշրջանային գերտերություն եւ մասնատվեց, թեկուզ Իրաքի նման, ասենք Քուրդիստան, Մուրդիստան, չգիտեմ ինչ, Հայաստանը արդեն իր անվտանգային առումով այստեղ զրոյանում է։ Հայաստանի անվտանգային երկու պետություն գոյություն ունի՝ Ռուսաստան եւ Իրան, ուրիշ բան գոյություն չունի։ Եվ եթե մի դեպքում հարավից Իրանը կորցնում ենք որպես անվտանգային երաշխավոր, հարավը համարեք, որ արդեն հիմա է նույնիսկ հարավում թուրքերը լցված են։ Ես հունիսի 6-ին անդրադարձա այդ մասին, որ Սիսիանում մի քանի տասնյակ թուրքախոս ադրբեջանցիներ, ես շեշտում էի, որ լցված են Սիսիանի ոստիկանության մոտ բողոքի ցույցեր էին անում, միանգամից ներքին գործերի նախարարությունը արձագանքեց, այնտեղ Արայիկ Հարությունյանը արձագանքեց ինձ ուղված վիրավորանքով եւ այլն, իբր թե սադրանք է, բայց ես ասում եմ ադրբեջանցիներ են այնտեղ բողոքի ցույց անում։ Ինձ արձագանքում է ներքին գործերի նախարարությունն, ասում է Ադրբեջանի քաղաքացիներ չկան։
Բայց ով է ասում Ադրբեջանի քաղաքացիներ։ Մենք ասում ենք ադրբեջանցիներ։ Հիմա որ Ռուսաստանի քաղաքացի լինեն, բայց ադրբեջանցի լինեն եւ գան լցվեն Հայաստան, կամ Իրանի քաղաքացի դառնան ադրբեջանցի էթնիկ, խոսքը ազարիների, իրանցիների մասին չէ, հենց բնիկ թուրքերի, բուն թուրքերի մասին է խոսքը։ Եվ հիմա էլ իրենք լցված են։ Ես այդ մասին շատ եմ անդրադարձել, որ ամբողջ Հայաստանի, հատկապես հարավային ու արևելյան առաջնագծում աշխատում են թուրքախոսներ բունկերների վրա, սահմանամերձ, ասենք, բանի, այդ գյուղերի դպրոցների շինարարության վրա, բոլորը թուրքախոս են, կամ հիմնականում կամ Իրանի քաղաքացիներ են, կամ Հնդկաստանի քաղաքացիներ են, բայց 90%-ը թուրքախոս են։ Այո։ Շատ լավ։ Ընտրությունների ինչ տեղի ունեցավ, ընտրություններից առաջ դուք նաև բարձրաձայնել եք, որ բռնություններ է տեղի ունեցել կոնկրետ ձեր ընտանիքի նկատմամբ, ձեր անձի նկատմամբ, ինչ տեղի ունեցավ, ընտրությունները ոնց եք գնահատում, եւ ընտրություններից հետո ակնհայտ բռնաճնշումները սկսել են մի շարք ձերբակալություններ, եւ բարձր է, որ բռնապետական բաները շարունակություն են ստանալու, որևէ դիմադրություն չենք տեսնում, եւ այս իմաստով ինչպես եք տեսնում, նաև դուք հայտարարություններ ունեցեք, որ այլևս ձեզանից չափիկալեն այդ օգնություն բան, ինչ է դա պորտկում էր, թե շատ կոնկրետ որոշում է ձեր կողմից, եւ մեծ հաշվով ինչպես եք տեսնում լուծումը, հետագան ապագան եւ ձեր առաջարկները։ Շնորհակալություն։ Չէ, պորտկում չէր, ես դա դեռ այո, ես դեռ 2020-21 թվականից սկսած, բացի սոցիալական, քաղաքացիական աջակցությունից, կազմակերպչական գործերից, նաև իմ ղեկավարած Հայաստանի դիվանագիտական հիմնադրամով կազմակերպում էինք բանակի առաջնագծի կահավորման, դիրքերի ամրապնդման աշխատանքներ, մասնավորապես քողարկիչ ցանցեր էինք մատակարարում դիրքերին, ինչու, որովհետև դա շատ կարևոր է, ինչքան էլ որ հիմա ասեմ բունկեր, չգիտեմ, ռոբոտ եւ այլն, քողարկիչ ցանցը անհրաժեշտ է, որպեսզի թշնամու ԱԹՍ-ները եւ դիպուկահարները չտեսնեն քո զինվորին, այն զինվորին, որի կյանքի համար, խաղաղության համար, այսպես մարդիկ պայքարում են եւ լավ են անում։ Հիմա մենք դրանցով օրինակ 24 թվականին հիշում եմ մոտ 25000 քառակուսի մետր քողարկիչ ցանցեր էինք մատակարարել դիրքերին, 25 թվականին գրեթե կրկնակի ավել եւ այլն եւ այլն։ Եվ պարբերաբար զորքերից հրամանատարություն, սպայական անձնակազմ կապի էին դուրս գալիս, խնդրում էին, բացի դրանից նաև մենք գաբիոններ էինք մատակարարում դիրքերին, որով փաստացի խրամատների դիմացներ դա սարքվում։ Կարող եմ անվանական ասել, որ մենք շատ օգնել ենք Սյունիքի հարավային հատվածին, այսինքն հիմնականում դա ներքին հանդի հատվածներ, դա նաև Գորիսի ուղությամբ, Կապանի ուղությամբ, ավելի վերև Ջերմուկի ուղությամբ, Սիսիանի ուղությամբ, Վարդենիսի պատրաստական դա ընդունում է, որտեղ անընդհատ հայտարարվել մենք ամեն ինչ բանակի համար, որևէ խնդիր չկա։ Ես ՊՆ-ի հետ հարաբերություններ չեմ ունեցել այդ տարիների ընթացքում, միայն ռազմական ոստիկանության ղեկավարության հետ, նրանց խնդրանքը եղել է, որ պետք չի այդ մասին հայտարարություններ անել, ես էլ ասել եմ, որ մենք գովազդի համար չենք անում այդ ամենը, հետևաբար մենք չենք էլ հայտարարում այդ մասին եւ երբևէ ոչ մի լուսանկար, անձամբ ես միշտ պահանջել եմ, որ ինչ էլ փոխանցվում է զորքին, որևէ լուսանկար չլինի, որևէ մեկի մասին նույնականացում չլինի, մենք միայն մեր ներքին հաշվետվություններն ունեինք, որը շատ արագ ոչնչացնում էինք եւ այդպես չունենք փաստացի որևէ այսպես ոնց ասեմ խոցելի որևէ բան։ Այսինքն ՊՆ-ն այդտեղ ՊՆ-ին ձեռ էր տալիս, մենք ապահովում էինք քողարկիչ ցանցերով, դիրքերը կահավորում էինք, իսկ Սուրեն Պապիկյանը ներկայացնում էր որպես իր ձեռքբերում։ Բայց ինչևէ, դա արվել է ոչ թե Սուրեն Պապիկյանի կամ Նիկոլ Փաշինյանի համար, այլ զորքի, բանակի, զինվորի համար, անվտանգության համար։ Բայց ինչու եմ սա ասում, դա պորտկում չէր, որ ես հունիսի 7-ից հետո ասացի, որտեղ վերջին 1 տարվա ընթացքում հատկապես դե բնականաբար որ գնում եմ, առաջնագիծ եմ գնում, առաջնագծային բնակավայրեր եմ գնում եւ տեսնում ես, որ քո հանրությունը, այդ թվում եւ քո բանակը, որը դուրս է գալիս քո ժողովրդի միջից, օդից չի գալիս, մարդիկ արժեքային գաղափարական լուրջ խնդիրներ ունեն։ Մարդիկ, ասենք, ինձ կանգնում էին, այդ թվում զինվորականներից ասում էին, դե լավ, հա, ինչ ա եղել, մարդը տարածքներ ա տալիս, բայց հո խաղաղություն ա։
Ես ասում եմ, լսեք, բա ինչի համար եք դուք այստեղ կանգնած։ Դուք կանգնած եք, որ տարածք չտրվի, որ երկրի անվտանգությունը պահվի։ Ես էլ պայքարում եմ, այսքան ամեն ինչ բերում եմ, որ դուք ավելի ապահով լինեք։ Բայց եթե դուք արդարացնում եք տարածք տալը, թեկուզ 10 սանտիմետրը, բա ինչի համար եք կանգնած, թողեք գնացեք ձեր տները, ասում են փող ենք աշխատում։ Այսինքն զորքում ցավոք սրտի կա այդ հատկապես պայմանագրայինների մեջ շատ տարածված է այդ փող աշխատելու։ Մարդիկ գործ չունեն, գնում են պայմանագրային փող են աշխատում կամ երկրապահների մեջ շատ տարածված կա։ Չեմ ուզում որևէ քննադատություն կամ ես իրականությունն եմ ասում։ Սահմանամերձ կամ սահմանապահ բնակավայրերում կա մի ուրիշ խնդիր, ասենք ներքին հանդում Նիկոլ Փաշինյանը անցյալ տարի գնացել էր, մարդկանց ասել է ժողովուրդ ջան, ինչ եք ուզում ձեր համար անեմ, ներքին հանդի ճանապարհը սարքեմ, որ զորքը արագ գնա գա, անվտանգ լինի, կռվի դեպքում դուք ավելի հեշտ կարողանաք ներս ու դուրս անեք, ընդհանրապես ճանապարհը գիտեք շատ կարևոր է 3 կողմից շրջափակված բնակավայրի համար։ Թե ձեր տների կտուրները սարքեմ, ասել էին, թքած սահմանների վրա մեր տների կտուրները սարքեք, եւ սարքել էր, եւ բնակչությունը մենակ նրա համար, որ թուրքը եկել է 100 մետր հեռավորության վրա է կանգնած ներքին հանդի բնակիչների տներից, վերևում հայկական զորքը ներքևում, արդիկ կտուր սարքելու համար գնում էին Նիկոլ Փաշինյանը էին ընտրում։ Հետևաբար այս արժեքային գաղափարական հարցերից ելնելով ինձ մոտավոր ես հասկանում եի թե ինչ արդյունքներ, ինչ հետևանքներ կարող են լինել ընտրություններին, բայց չէի ուզում ինքս ինձ խոստովանել, որ կարող է նման բան լինել։ Այնուամենայնիվ հրաշքի էի սպասում եւ դա կապված էր ավելի շատ նոր քաղաքական ուժերի, Սամվել Կարապետյան, Ռոբերտ Քոչարյանի այդ նոր այսպես պայքարի ձև եւ այլն, չգիտեմ։ Բայց եղավ այն, ինչ եղավ։ Ընտրությունները համարում եմ իհարկե կեղծված, իհարկե ընտրությունները կեղծվել են եւ շատ ու կեղծիքը գիտեք միայն ձայն ինչ որ ԿՀ-ի հետ կապված այդ իրավիճակը չէր։ Կեղծիքը նաեւ այն է, որ ասենք դպրոցների տնօրենները կանչում էին աշխատողներին, ասում էին, գիտեք, շատ է պատահել նման բան, ասում էին գնաք սրան ձայն կտական։ Այո, դրանք բոլորը այո կեղծիքներ են։ Գիտեք, դրանք էլ են ընտրակեղծիքներ։ Ընտրակեղծիքներ են մարդկանց նկատմամբ բռնությունները, հարձակումները, աշխատանքից ազատելը։ Իմ տան վրա հարձակումը, որ տեղի ունեցավ ՔՊ-ականների կողմից, առևանգման փորձ, խուլիգանություն եւ այլն, ես հասկանում եմ, նպատակն այն էր, որպեսզի ինձ կամ բռնության ենթարկեն, կամ ստիպեն լռել եւ այլն, որովհետեւ որոշակի ազդեցություն ունեն մեր հանրության վրա, կամ եղբորս, որը հանձնաժողովում ներողություն վստահված անձեր ընտրությունների ժամանակ ուժեղ Հայաստանից հարցակում եղավ այդ մարդու վրա գյուղապետի, ՔՊ-ական գյուղապետի կողմից եւ մինչեւ այսօր իհարկե քրեական գործ հարուցված է, իհարկե մեղադրանք առաջադրված է։ Հիմա բայց դուք պատկերացրեք, նույն բանը հակառակը լիներ։ Ասենք ընդդիմադիր գործիչը, ընդդիմադիր անհատը, չնայած նա գործիչ էլ չի, ինչա, ընդամենը մի այսպես մեկն է, իրենից ոչինչ չներկայացնող այդ ՔՊ-ական գյուղապետը։ Պատկերացրեք, ասենք ընդդիմադիր գործիչը հարձակում գործեր ՔՊ-ական մեկի վրա, ասենք այնպես թիկունքից գային ԽՓ-ին, որ մարդու ուշ կանցներ, հետո ուշ կանցած ժամանակ ծեծեին, հայհոյեին եւ այլն։ Ինչ կլիներ։ Մարդը տարիներով բանտում կնստեր, ասֆալտին կփռեին եւ այլն։ Իսկ հիմա այդ մարդը շարունակում է կառավարել եւ ավելին ասում են ցինիկաբար նաեւ ասում է ով ինձ ինչ կարող է անել, եթե իմ թիկունքում Նիկոլ Փաշինյանն է։ Բայց որպեսզի մենք ինքնախապեյությամբ չզբաղվենք, մենք պիտի խոստովանենք, թե ինչպիսին է մեր հասարակությունը, ինչպիսին է մեր ժողովուրդը, սա ազգ է, ժողովուրդ է, թե բնակչություն է։ Արդյոք այս մարդիկ, ասենք լավ 50, 60, 100 հազար ձայն կեղծեցին, բայց Նիկոլ Փաշինյանը այդ կեղծիքներով հանդերձ ստացավ մոտ 700 հազար ձայն, 100 հազարը կեղծեցին, ստիպեցին։ 100 հազարը կեղծեցին, 500 ստացել է, չէ։ Նույնիսկ եթե ստացել է 100 հազար ձայն, որ մարդիկ գնացել ձայն են տվել, դա արդեն խոսում է քո հասարակության բնակչություն լինելու մասին։ Այսինքն, գիտեք, քիչ առաջ ես լսում էի այդ բանավեճը, մեղադրել ժողովրդին, թե չմեղադրել ժողովրդին, մեղադրել քաղաքական ղեկավարության, այդ թվում ընդդիմադիր, թե չմեղադրել։ Գիտեք,
այո, շատ կարևոր է, որ քո էլիտան, քաղաքական էլիտան ճիշտ աշխատանք տանի, բայց եթե քո հանրությունը ինքը արժեքային խնդիրներ ունի, իր համար հացիվն է կարևոր, եթե ինքը ասում է ոչինչ, որ Ղարաբաղը նվերեցին Թուրքին, ոչինչ, որ, չգիտեմ, Վարդենիս, Ջերմուկ եւ այլն հիմա Թուրքի կրակի տակ է, կարևորը ես ասֆալտ ունեմ կամ իմ թոշակը բարձր է, դու այստեղ չես խոսում քաղաքական այս կամ այն հարցերի մասին, դու այստեղ խոսում ես արժեքների մասին, քաղաքակրթական հարցերի մասին։ Ի վերջո, ի տարբերություն 21 թվականի Նիկոլ Փաշինյանը այս անգամ չի խաբել ժողովրդին։ Չի ասել, գիտեք, ահա, այսինքն չի խաբել, մարդը ճիշտն է ասել։ Բայց հիմա տեսեք, Արցախում հիմա խաղաղություն է, չէ՞, կրակոց չկա, պատերազմ չկա, ում է պետք այդ խաղաղությունը, եթե հանձնվել է Արցախը։ Հիմա խաղաղություն կարող է, ասենք, 2 տարի հետո Հայաստանում էլ լինի լիարժեք խաղաղություն, բայց Հայաստանում հայ զինվորներ կամ հայ ոստիկաններ չլինեն, կամ լինեն, ասենք, ադրբեջանցի ոստիկաններ։ Հիմա դա էլ է խաղաղություն, չէ՞։ Հայաստանում որ հայեր չլինեն, դա էլ խաղաղություն կլինի։ Բայց Նիկոլ Փաշինյանը շատ հստակ ասաց, որ ինքը անկլավների հետ կապված հարցեր է լուծում, ինքը, այսինքն հանձնելու է։ Նիկոլ Փաշինյանը հստակ ասաց, որ հրաժարվում է ցեղասպանության միջազգային ճանաչումից, հրաժարվում է մեր ազգի լավագույն երազանքներից, իսկ երազանքը միայն այն անիրականը չի։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը խոսեց Արարատի մասին, Նիկոլ Փաշինյանը, ի վերջո, ժողովուրդ ջան, լավ, գաղափարականը մի կողմ թողնենք, սնունդի հարցը, երբ որ 230 դպրոց մարդը փակում է, մարդը հայտարարել է, որ փակում է 230 բնակավայրի դպրոց, եթե ամեն դպրոցում 5 հոգի էլ աշխատի, դա արդեն բավական մեծ թիվ է, այսինքն հիմա 5 անգամ 2000-ից ավել է, չէ՞ կազմում, 1100-ից ավել։ Հիմա 1000 ես ուսումնասիրեցի, որ բոլոր այդ բնակավայրերում, որտեղ Նիկոլ Փաշինյանը այս տարվա սեպտեմբերի 1-ից պատրաստվում է փակել դպրոցները, մեծամասնությունը ձայնը տվել է Նիկոլ Փաշինյանին։ Այսինքն այստեղ մենք գործ ունենք քաղաքակրթական եւ արժեքային խնդիրների հետ։ Մարդկանց համար արժեքը դառնում է սնունդը, ուտելը, մնացածը, ազգը, պետականությունը, կրթությունը եւ այլն դառնում են երկրորդական։ Ցավոք սրտի սա է, ինչ վերաբերում է քիչ առաջ ինձ հարց տվեցին Իլհամ Ալիևի հետ կապված այդ հայտարարությունների։ Գիտեք, իմ կարծիքը մի քիչ տարբերվում է Հայաստանի ընդդիմադիր դաշտում այսպես արկա գերիշխող կարծիքին, այդ վախեր առաջացնելու։ Ես ինքս իհարկե կարծում եմ, որ Իլհամ Ալիևը այդ 300,000 ադրբեջանցիների թեման հենց տարածում է Հայաստան, հայ ժողովրդի մոտ, որպեսզի վախեր առաջացնի։ Բայց դա այնպես չի, որ դա անիրական ինչ-որ բան է։ Այսինքն, իսկ ինչու է Իլհամ Ալիևը փորձում վախեր առաջացնել։ Երկու նպատակով։ Առաջինը, որպեսզի մենք երբեք չմտածենք արցախյան հակամարտության, հայերի իրավունքների թեման բարձրացնելու մասին, որովհետև եթե մենք օրինակ պայմանական եմ ասում, բարձրացնենք արցախյան թեման, հայերի վերադարձի իրավունքը, Իլհամ Ալիևը կասի դե 300,000 ադրբեջանցիների տարեք Հայաստանում թող ապրեն, եթե պիտի 150,000 արցախցիներ հետ գնան Արցախում ապրելու։ Սա մեկ։ Եվ երկրորդը, շատ լավ են իրենք ուսումնասիրել հայ ժողովրդի, Հայաստանի բնակչության մտածողությունը։ Հայաստանի բնակչությունը ցավոք սրտի վախկոտ է եւ որևէ կապ չունի հողի հետ։ Այսինքն, տեսեք, հիշում եք 2020 թվականի պատերազմը։ Պատերազմից հետո 2020 թվականի դեկտեմբերի 31-ի գիշերը որևէ սալյուտ չկրակեցին, որովհետև պատերազմի ժամանակ զոհվել էր 5000-ից ավելի կամ 5000-ին մոտ մեր հայրենակից եղբայր։ Եվ դա ճիշտ էր, որ հրավառություն չեղավ, որ ժողովուրդը սգում էր։ Հիշեք 2023 թվականի դեկտեմբերի 31-ը, երբ որ մտնում էին 24 թիվ։ Հիշում եք, թե ժողովուրդը, բնակչությունը, միայն Նիկոլ Փաշինյանը իր թիմով չէ, ինչպիսի ոգևորությամբ էր հրավառություն անում Հայաստանում եք։ Բայց չէ որ դրանից ընդամենը 2 ամիս առաջ մենք Արցախն էինք կորցրել, հողն էինք կորցրել։ Այսինքն, երբ որ դնում ես կշեռքի նժարի վրա, հող եւ մարդ, մեր բնակչությունը մարդն է արժևորում, իսկ հողը բնակչության համար կարևոր չի։
Դրա համար ես միշտ ասում եմ, որ հայրենիքը հյուրանոց չի։ Մեր բնակչությունը, տեսեք, ես հատուկ շեշտում եմ, ոչ թե ազգը, այլ բնակչությունը։ Բնակչությունը հողի հետ որևէ կապվածություն չունի։ Հողին վերաբերվում է, այսինքն երկրին, հայրենիքին, վերաբերվում է հյուրանոցի նման։ Դուք գնում եք հյուրանոց, այնտեղ լավ պայմաններ են, կապրեք։ Հանկարծ հյուրանոցում խնդիր եղավ, ծուխ առաջացավ, չգիտեմ, հատակը կեղտոտ եղավ, հարևանը պատը ծեծեց, հրդեհ առաջացավ, ինչ եք անում, թողնում, գնում եք, ասում եք, այս լավը չէ, հյուրանոցը, գնում եմ ուրիշ հյուրանոց։ Այսինքն բնակչությունն էլ է այդպեսին վերաբերվում այս հողի, այս երկրի, այս հայրենիքի նկատմամբ։ Լավը չի, դժվարություններ կան, կգնամ։ Այնինչ այդպես չպիտի լինի։ Եվ Իլհամ Ալիևը ադրբեջանական քարոզչությունը, քաղաքականությունը դա շատ լավ է հասկացել եւ այս 300,000 ադրբեջանցիների թեման անընդհատ շահարկելով ստեղծում է պայմաններ, որ Հայաստանը դատարկվի։ Ցավոք սրտի վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում ծնելիության մակարդակը մեծ արագությամբ իջնում է, արտագաղթը հասել է սարսափելի մեծ ծավալների, ինչքան էլ որ իշխանությունը խաբում է, արտագաղթի ծավալները չափազանց մեծ են։ Ինչից է դա։ Էլ չեմ ասում, որ մարդիկ ինձ երևի ամեն օր հանդիպում են մարդիկ կամ գրում են, ասում են, ուզում եմ գործ անեմ, ռեմոնտ անեմ տան վրա, բայց չգիտեմ, այս երկիրը մեզ մնալու է, թե թողեն գնանք։ Այսինքն մարդկանց մեջ կա ոչ թե պայքարի գաղափար, այլ կա, տեսնենք, եթե մերն է լինելու ռեմոնտ անենք կամ տուն սարքենք, եթե մերը չի լինելու, այսինքն իրենք իրենց չեն կապում։ Մերը լինելու համար մենք պիտի պայքարենք, պիտի ամեն ինչ անենք։ Բայց եթե ասում ես դե լավ, որ մերը չի, գնամ։ Ադրբեջանը դա շատ լավ է հասկացել եւ այդպես էլ աշխատում է։ Իմ առաջարկը եւ նաեւ Հայաստանի դիվանագիտական հիմնադրամը այդ ուղղությամբ շատ կարեւոր ուրիշ քայլեր է անում։ Ադրբեջանը առաջ է քաշում 300,000 ադրբեջանցիների Հայաստանում բնակվելու իրավունքը եւ դա ասում է օրինակ, չգիտեմ, 1988-90 թվականներին Հայաստանից իբրև թե բռնի տեղահանված ադրբեջանցիների համար, թեպետ այդքան մարդ չի տեղահանվել եւ ոչ էլ տեղահանվել է, իրենք ով էլ որ գնացել է, տունը ծախել գնացել է, բայց համարենք, որ պատերազմի ժամանակ տեղահանվել են։ Բա ով պիտի պատասխանատվություն կրի Բաքվից, Սումգայիթից, Նախիջևանից, Հյուսիսային Արցախից, այսինքն Գարդմանից, Գանձակից տեղահանված ավելի քան 465,000 հայերի իրավունքների համար։ Ով պիտի դրա համար պատասխանատվություն կրի։ Մենք հաշվարկել ենք, որ Ադրբեջանը այս 465,000 հայերին, տեղահանված փախստական դարձած հայերին, պարտք է ավելի քան 73 միլիարդ դոլար։ Ով պիտի այդ հարցը բարձրացնի եւ Ադրբեջանին պատին դեմ տա։ Եթե մենք մշտապես խոսում ենք միայն հանձնվողական, պաշտպանվողական, Նիկոլը մի բան խոսեց արձագանքում եք, Իլհամ Ալիևը մի բան խոսեց արձագանքում եք։ Ամենակարևորը, սիրելի հայրենակիցներ, քաղաքականության մեջ, եթե ուզում ես հաջողության հասնել, պիտի նախաձեռնող լինես։ Նախաձեռնող եղի, պատին դեմ տուր Թուրքին էլ, Նիկոլին էլ, եւ տեսեք, թե ինչպես ես դու հաջողության հասնում։ Տեսեք, թե ինչպես է ժողովուրդը քո կողքին կանգնում, երբ որ դու գործողություն ես անում։ Ոչ թե միայն վայ քորանամ ես, թուրքը եկավ մեզ կոտորեց։ Թուրքը գլուխը պատին կտա, եթե գա մեզ կոտորելու։ Բայց եթե մենք հավի նման գլուխներս պատին դեմ տանք, այո կկոտորի։ Այստեղ շատ կարևոր է բարձրացնել Բաքվից, Սումգայիթից, Գանձակից, այսինքն Գարդմանի տարածաշրջանից, պատմական Գարդմանից եւ Նախիջևանից 1988-91 թվականներին բռնի տեղահանված 465,000 հայերի վերադարձի իրավունքը։ Եվ դու տեսեք Ադրբեջանը ոնց է միանգամից ձայնը կտրելու։ Ու այստեղ մեր քաղաքական կշիռքը դեպի մեր կողմ է թեքվելու, որտեղ մնալու է միայն 150,000 արցախահայերի իրավունքը։ Սա է եւ ես կարծում եմ, որ այդ Դավիթ Իշխանյանի ոչը խոսքը լսեցիք, որ ասում է այստեղ Բաքվի բանտում իրենց ասել են, որ ձեր մոտ չեն ուզում որ վերադառնալ, մեզանից չեն ուզում։ Հիմա ինչի՞ց է վախենում Նիկոլը, ինչի ոչ մի բան չի անում, եթե բռնապետություն է, բոլոր հարցերը լուծել է, ընտրությունը կեղծել, շարունակեց մնալ իշխանության, արդյոք այդ մարդիկ, չգիտեմ, ինչ մարդիկ որ դիվան այստեղ մահու, ինչի՞ չի անում։ Դե տեսեք, Նիկոլ Փաշինյանը սարսափելի վախերի մեջ է եւ դա ակնհայտ է։ Նրա դիրքերը գնալով ավելի ու ավելի են թուլացել եւ թուլանում։ Այո։ Եվ գիտեք, ընդհանրապես բռնապետությունը թույլերին է հատուկ։ Բռնապետները երբեք ուժեղ չեն լինում։ Եվ որովհետեւ ուժեղ ղեկավարները բռնապետության կարիք չեն ունենում։ Նրանք այլ համակարգեր են ստեղծում։
Նիկոլ Փաշինյանը թուլացել է ինչպես իր հոգեբանական տեսանկյունից, այնպես էլ արտաքին աշխարհի տեսանկյունից, այնպես էլ իր հովանավորների առումով, Նիկոլ Փաշինյանը բոլոր, այդ թվում իր թիմի առումով մենք ամեն օր տեսնում ենք, որ թիմում անընդհատ այսպես գզվռտոցներ են, անընդհատ նեղացկոտություն եւ այլն, հարգելի Անժելա, ձեր եւ իմ ճակերտավոր սիրելի Ալեն Սիմոնյանի ճակատագիրը տեսանք թե ինչ եղավ, այսինքն դեռ կտեսնենք, այո, դեռ կտեսնենք, այսինքն ասածս ինչ է, որ այնպես չի, որ Նիկոլ Փաշինյանը ինչ-որ ուժեղ ղեկավար է կամ խնդիր չունի եւ Բաքվի բանտից բնականաբար, քանի դեռ կա Նիկոլ Փաշինյան, մեր ռազմաքաղաքական ղեկավարները Արցախի վերադառնալու շանս չունեն, որտեղ նրանցից ամեն մեկը այնուամենայնիվ ունի հեղինակություն եւ կարող է համախմբել հանրությանը։ Եվ դրա համար ադրբեջանցիները այո ճիշտ են ասել, եթե Հայաստանի կառավարությունը չի ուզում այդ մարդկանց վերադարձը, ինչ են այդ մարդիկ ուզում։ Այսքան է երևի։ Ես եմ շնորհակալ։